Ողջույն հարգելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ ներկա եք գտնվում այստեղ լուսաբանելու նպատակով։ Սա շատ կարևոր առաքելություն է, որովհետև մենք բոլորս գտնվում ենք համապետական խորհրդարանական ընտրությունների ծիրում եւ որպես Ուժեղ Հայաստան դաշինքի եւ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ մարդ, ով նախկինում ղեկավարել է դիտորդական առաքելությունները եւ ընտրական գործընթացներում խախտումներ է արձանագրել եւ վերահսկողություն է իրականացրել դրանց օրինականության նկատմամբ, բազմաթիվ ահազանգեր եմ ստանում, թե ընտրական գործընթացի չիմացության վերաբերյալ քաղաքացիներից հարցադրումներ, ինչպես է իրականացվելու, ինչպիսի հարցեր են ունենալու, թե հարցադրումներ եմ ստանում եւ ահազանգեր ենք ստանում ենթադրյալ խախտումների վերաբերյալ, ինչը առավել քան մտահոգիչ է, որովհետեւ մեր քաղաքական ուժի, մեր դաշինքի առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավար եւ իրավական ընտրություններն են, ուղղակի հավասար, ընդհանուր եւ թափանցիկ։ Եվ մենք բացառիկ կերպով անհամեստորեն ասեմ, հսկայական ներուժ ենք ներդնելու, որպեսզի քաղաքացիների համար ընտրական գործընթացի օրինականությունը մաքսիմալ ապահովենք։ Հիմա կարճ հակիրճ ներկայացնեմ մեր քաղաքացիների համար, ինչ է իրենց սպասում, որովհետև առաջին խնդիրներից մեկը, որը ես նաև հնարավորություն եմ ունեցել տեսնել հենց ընտրատեղամասերում, թե 2021 թվականի համապետական ընտրություններին, թե Գյումրիում, թե հետագայում, վաղարշաբաթում, թե անգամ Երևանի ավականու ընտրություններին, դա քաղաքացիների ընտրական գործընթացի չիմացությունն է։ Մարդը մտնում է ընտրատեղամաս եւ չի պատկերացնում, թե ինչ է իրեն սպասում եւ քայլերի հաջորդականությունը։ Հակիրճ քայլերը նկարագրելու համար հետեւյալն է տեղի ունենում։ Քաղաքացին մտնում է ընտրատեղամաս, անպայման իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, ID կամ անձնագիր։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ չմոռանաք, ընտրության գնում ենք անձը հաստատող փաստաթղթով, որովհետև այո, եղել են դեպքեր, երբ մարդը եկել է, այդքան ժամանակ է ծախսել եւ իր մոտ արկա չի եղել անձը հաստատող փաստաթուղթ։ Առաջի քայլը մարդը մոտենում է մի սեղանի, որտեղ տեղադրված են սարքավորումներ, որոնք նույնականացում են իրականացնում։ Այս սարքավորումները 3 արդյունք կարող են ցույց տալ՝ կանաչ, դեղին կամ կարմիր լույս։ Բնականաբար կանաչի պարագայում ամեն ինչ նորմալ է, դեղինի կամ կարմիրի պարագայում լինում են որոշակի ընթացակարգեր։ Հնարավոր է տվյալ քաղաքացու անհատականացման խնդիր կա անձը հաստատող փաստաթղթով։ Հնարավոր է քաղաքացին տվյալ տեղամասային կենտրոնում գրանցված չէ։ Հարգելի հայրենակիցներ, մենք այսօր թողարկում ենք հատուկ կայքեջ պաշտոնական մարմին ու պետական մարմինները, պաշտոնական էջերը ունեն հատուկ ընթացակարգ, որտեղ դուք ձեր տվյալներով կարող եք նախնական ստուգում իրականացնել, թե որ տեղամասային կենտրոնում եք դուք գրանցված։ Սա կարևոր իրազեկում է ու ես կխնդրեի սա մաքսիմալ տարածել, որպեսզի քաղաքացին ընտրության օրը տեխնիկական խութերի պատճառով չզրկվեր իր հիմնական ընտրական իրավունքը իրականացնելու հնարավորությունից։ Այնուհետև, երբ քաղաքացին այս դեղին եւ կարմիր լույսի պարագայում հնարավոր է անձնագրային խնդիր, հնարավոր է տեղամասային կենտրոնի շփոթի խնդիր, քաղաքացուն ուղղորդում են հանձնաժողովի անդամները։ Եթե լրացուցիչ խոչընդոտ է տեղի ունենում, մենք այսօր հրապարակելու ենք թեժ գծի հեռախոսահամար, որը գործելու է թե նախընտրական շրջանում մինչև հունիսի 7-ը, թե հունիսի 7-ին ողջ օրվա ընթացքում, որի միջոցով քաղաքացիները կարող են ահազանգել հնարավոր միջամտությունների եւ ընտրախախտումների վերաբերյալ։ Սարքավորումից հետո քաղաքացին մոտենում է քվեաթերթիկների սեղանին, որի վրա դասավորված են լինում 1-ից 19 քվեաթերթիկները եւ ըստ հերթականության 1-ից 19 տրցակով հավաքվում եւ տրամադրվում են քաղաքացուն։ Այս սեղանի հետ կապված բավականին շատ խնդիրներ են ծագել ժամանակին տարբեր ընտրություններում։ Օրինակ, ընդհուպ մինչև եղել է իրավիճակ, որ մի քանի ժամով որոշ ընդդիմադիր քաղաքական ուժի
քվեաթերթիկներ սեղանի վրա տեղադրված չեն եղել։ Հարգելի քաղաքացիներ, եթե ընտրության օրը այնպիսի իրավիճակ լինի, որ մոտենաք որևիցե քվեաթերթիկ, որևիցե համարի ներքո բացակայի սեղանի վրայից, անպայման ահազանգում եք ու պահանջում եք, որպեսզի բոլոր քվեաթերթիկները ձեզ տրամադրվեն։ Նաև հնարավոր է վնասված քվեաթերթիկ լինի, խնդրում եմ նաև դրան ուշադիր լինել, որովհետև եթե քվեաթերթիկը վնասված է եւ դուք ընտրություն եք կատարում, այնուհետև դա այդ քվեաթերթիկը անվավեր համարելու հիմք է լինելու։ Հետևաբար, ձեր իմացությունը, իրազեկվածությունը հնարավորություն են տալու կանխարգելել հնարավոր միջամտությունները ընտրական գործընթացին։ Այնուհետև, երբ քաղաքացուն տրվում են 1-ից 19 քվեաթերթիկները եւ ծրարը, քաղաքացին մտնում է քվեախոց։ Քվեախոցում, հարգելի հայրենակիցներ, դուք բացառապես պարտավոր եք միայնակ գտնվել եւ լրացուցիչ որևէ վերահսկողություն, միջամտություն ձեր նկատմամբ բացառվում է քվեախցի պարագայում, բացառությամբ, եթե դուք որևէ ֆիզիկական խնդիր չունեք եւ աջակցության ակնհայտ, իրավական հենքով կարիք չունեք, օրինակ մարդը ձեռքն է կոտրվել, հատուկ ընթացակարգ կա, ինչպես է նրան թույլատվություն տրվում եւ արձանագրվում է դա լրացուցիչ օգնությամբ, երկրորդ անձի օգնությամբ կատարելու իր քվեարկությունը։ Մարդը քվեախցում այդ քվեաթերթիկներից մեկը ընտրում է իր համար ցանկալի քաղաքական ուժինը, տեղադրում է ծրարի մեջ։ Մնացած քվեաթերթիկները, հարգելի քաղաքացիներ, դուք իրավունք չունեք դուրս բերելու։ Պետք է նետվեն քվեախցի մեջ առկա դիմացի փոքրիկ աղբարկը։ Եվ այնուհետև քաղաքացին ծրարի մեջ տեղադրված քվեաթերթիկով ծրարը ձեռքին դուրս է գալիս։ Շատ կարևոր կարգավորում, որը նորություն է,